նկարչությամբ, երգուպարով, տարաբնույթ խաղերով և ամենակարևորը, անսահման մեծ հոգատարությամբ են Տունտունիկ մանկապարտեզում փորձում լցնել երեխաների առօրյան։ Արցախում երկու մասնաճյուղով գործող նախակրթարանը 2023 թվականից իր գործունեությունը շարունակեց Հայաստանում, նոր հասցեում, բայց նույն արժեքներով և առաքելությամբ։ Գտանք այս տարածքը, այստեղ մեծ է և կարճ ժամանակում լիցենզավորվեցինք։ Սկզբից այդ մի տարին, որ լիցենզավորված չէինք, ահագին դժվարություններով ենք անցել, մինչև մարդիկ մեզ կճանաչեին։ Որոշ ժամանակ հետո արդեն սկսեցին ճանաչել, վստահել, սիրել և փառք Աստծո, հիմա լավ աշխատում ենք, մանկապարտեզում ազատ տեղեր չի մնում։ Օնլայն տեսահսկման համակարգ, թափանցիկ պատուհաններ, ջերմ ու հոգատար անձնակազմ, սա այն է, ինչի վրա հիմնվում է ծնողների վստահությունը։ Աշխատակիցները հիմնականում մեծամասամբ արցախցիներ են, ունենք մեր Ստեփանակերտի Տունտունիկի աշխատակիցներից, ովքեր ստեղ նույնպես միացել են մեր թիմին և աշխատում ենք, շատ բարի հոգատար անձնակազմ ունենք, որը մեր հաջողության գրավականի ամենակարևորագույն մասն է։ Շատ սեր են տալիս Տունտունիկում, շատ հոգատարություն, և հենց դա է դարձել մրցունակ լինելու գլխավոր բանաձևը։ Մանկապարտեզը վստահություն է ձեռք բերել ոչ միայն արցախցիների, այլև հայաստանաբնակ ընտանիքների շրջանում։ Ես չեմ ընդունում, որ բարձր ձայնով են խոսում երեխաների հետ, կոպիտ, որովհետև երեխան ծնողից կտրվում է ամբողջ օրը, ծնողը պետք է վստահ լինի, որ իր երեխան ապահով ձեռքերում է, լավ միջավայրում է գտնվում, մենք այդ ապահովում ենք։ Մանկապարտեզը մասնակցել է Արցախյան տեղահանված գերփոքր և փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում ծրագրին, ձեռք բերելով նոր հմտություններ բիզնեսի արդյունավետ կազմակերպման համար։ Ծրագիրն իրականացրել է Արցախ միությունը Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Մեզ շատ է օգնել այդ դասընթացները, որպեսզի Երևանում կարողանանք այս մեծ մրցակցության մեջ ահագին մեծ խորհուրդներ են տվել և համացանցերով աշխատելու, մեզ գովազդելու հետ կապված և մյուս ֆինանսական տարբեր բաներով, որ ճիշտ կազմակերպենք, ահագին օգնել են մեզ այդ դասընթացները։